Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Լոս Անջելեսի տաղավարում ձեզ համար աշխատում է Ռոբերտ Գասպարյանը եւ այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Արևելյան բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Անժելա Աչիկիոզյանին։ Բարև ձեզ Տիկին Աչիկիոզյան, շնորհակալություն դարձյալ մեր տաղավար գալու եւ ժամանակ գտնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ուրեմն մինչև զրույցին անդրադառնալը ես մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ այս օրերի ընթացքում Փարիզում տեղի էր ունենում Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով եւ դրա մասնակցում էր ավելի քան 25 երկրի 150-ից ավելի ներկայացուցիչներ, որոնց մեջ կային հասարակական քաղաքական գործիչներ, որոնք որ բարձրաձայնում են Սփյուռքի հետ կապված բազմաթիվ հարցեր, առօրյա կարևոր հարցեր եւ Տիկին Աչիկիոզյանը եւս մասնակցել է այդ այսպես գիտաժողովին, խորհրդաժողովին, այո, եւ խնդրեի նախ եւ առաջ մանրամասնել ինչ էր դա, ինչ էր այն իրենից ներկայացնում, ինչ նպատակներ կար եւ ձեր մասնակցության, այսպես դուք ձեր մասնակցությունից գոհ եք թե ոչ։ Նախ ասեմ, որ 26 երկրներից էր, սկզբում մենք 25 երկիր նշեցինք, բայց հետո պարզվեց 26 երկիր է եւ Հայաստանից եւ Արցախից։ Շատ կարեւոր էր, որ նաեւ ներկա էր Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը եւ Արցախից կար ղեկավարության ներկայացուցիչներ եւս։ Սա առաջին այսպես մոբիլիզացիոն խորհրդաժողովներ Սփյուռքի եւ Հայաստանի կապերի զարգացման, Սփյուռքի զարգացման, հետագա զարգացման ծրագրերի, Հայաստանի հզորացմանը նվիրված քայլերի եւ անշուշտ մի քանի շատ հիմնական խնդիրներ արծարծվեցին, այդ հիմնական խնդիրներից եթե ես մի կողմ դնեմ, որովհետեւ կա հերակա գործողություններ Սփյուռքի ընդհանուր Սփյուռքի զարգացման, պահպանման, ազգային ինքնության եւ այլն պահպանման որպես սփյուռքահայություն, բայց առաջնահերթ խոսքերից մեկը հնչում էր առ այն, որ արցախցիների վերադարձ Արցախ, Արցախի վերադարձ եւ արցախցիների վերադարձ, ազգային ինքնությունը ներկայացնող սիմվոլների պահպանում, ներառյալ եկեղեցու, որպես ազգային ինքնության պահպանման ինստիտուտ եւ ներկային երկու սրբազաններ, որոնք ներկայացնում էին Կիլիկիայի եւ հայ առաքելական հայաստանյան ուրեմն եկեղեցու սրբազաններ էին եւ կային այլ հոգեվորականներ եւս, քննարկվեց նաեւ եկեղեցու խնդիրները եւ շատ կարեւոր իհարկե ձայն բարձրացվեց եւ խորացվեց այդ խոսակցությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ, որովհետեւ դա ամենամոտակա խնդիրն էր եւ նման իշխանության կրկնվելու դեպքում ամենայն դեպս ես իմ խոսքի ժամանակ ասեցի, որ եթե չլինի Հայաստան, չլինի Սփյուռքի վերջո, բայց եթե չլինի Սփյուռք, նաեւ չլինի Հայաստան, ես այս կապը շատ հստակ եմ տեսնում եւ կարեւորությունը շատ հստակ եմ տեսնում։ Եվ եթե այսօր մենք հանկարծ թույլ տանք, որ նորից իշխանությունները կրկնվեն, դա արդեն ոչ միայն Հայաստանի վերածումը կլինի Արևմտյան Ադրբեջանի, որովհետև այսօրվա ամբողջ այդ միֆը խաղաղության մյուս կողմից, ադրբեջանական կողմից հնչում է որպես Արևմտյան Ադրբեջանի վերականգնում, ադրբեջանական խան, չգիտեմ ինչի անունով կոչված Երևան քաղաքի վերադարձ, 300,000 ադրբեջանցիների վերադարձ եւ այլն, եւ իսկ մենք խոսում ենք խաղաղության մասին։ Եվ սա ակնհայտ է ամբողջ սփյուռքահայության համար որոշ բացառություններով, որոնք միշտ էլ ազգում եղել են, եւ Նժդեհը պատահական չի անվանում տականք այն հային, որ կարող է նման բաներ անել, նրանք, ովքեր ունեն անհատական հետաքրքրություն եւ շահ, բնականաբար նրանք ծառայում են ներկայիս իշխանություններին, բայց այդ դահլիճում գտնվող 150 մարդ միաձայն էր, 150 մարդ այդ մթնոլորտում գտնվող գիտեք սիրո, բարեկամության,
հայի տեսակի մի հավաք էր, որոնց իսկապես ցավեցնում էր այն միտքը, որ կարող է մենք նաև ունենանք եւս մեկ վերջնական կորուստ։ Եվ այս պարագայում ինչպիսին էր արձագանքը եւ ինչպես ընթացավ քննարկումը, որովհետեւ այն 1 օր չտևեց, այլ տևեց 2 օր, եթե չեմ սխալվում, 2-3 օր տևեց քննարկումը եւ ամենակարևորը այս օրերի ընթացքում, այս տարիների ընթացքում ավելի ճիշտ անջրպետ է ստեղծվել արհեստական Հայաստանի եւ Սփյուռքի միջև գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով եւ Սփյուռքը այլևս չի ընկալվում այն գործիքային զենքը, որը որ պետք է Հայաստանի, որովհետև այսօրվա Հայաստանին փաստացից գործող իշխանությունների զենք պետք չէ, եթե մենք պատրաստվում ենք անել խաղաղություն, Սփյուռքը կարող է օգտագործվել որպես զենք եւ նման պարագայում ինչպես է պատրաստվում հետագայում գործել Սփյուռքը, որովհետև դուք ասացիք, եթե չլինի Հայաստան, չլինի Սփյուռք, եթե չլինի Սփյուռք, չլինի Հայաստան։ Բա ինչ ենք անելու այդ դեպքում, որովհետև եռամիասնությունից բան չմնաց, Արցախը մենք կորցրեցինք, հիմա այլ հերթը Սփյուռքինն է եւ ժողովրդի արձագանքն է այստեղ ամենակարևորը, որ ոչինչ չի արվում փաստացի։ Ժողովրդի համար այսպես ասենք, օքեյ է, որ Սփյուռքը չլինի, որտեղ սերմանվում է, որ Սփյուռքում այ նստած են մարդիկ, հերվում, տակ-տակ տեղից ձայնը գալիս է եւ դրա վերաբերյալ որևէ հակազդեցություն չկա։ Ինչ է անելու Սփյուռքը տվյալ պարագայում։ Ուրեմն Ռոբերտ, ես ինքս լավատեղյակ լինելով կամ կարծում էի, որ ես լավատեղյակ եմ, թե Սփյուռքի հայությունը ինչ աշխատանքներ է կատարում, որովհետև ինքս այնպեսի մի ընտանիքում եմ, որ 3 սերունդ հայանվիրման նվիրված մարդկանց, ուրեմն մարդիկ են։ Բայց նույնիսկ այդքան լավատեղյակ լինելով ես չէի պատկերացնում, թե Սփյուռքի տարբեր գաղթօջախներում մարդիկ, ովքեր բարձրագույն մասնագետներ են, դիվանագիտական կրթություն ունեցող, իրավաբանական կրթություն ունեցող, հայագիտական կրթություն ունեցող մարդիկ գաղութներում Սփյուռքի ինչպիսի աշխատանքներ են վարել տասնամյակների ընթացքում եւ այսօր ինչպիսի արդյունքների են հասել ոչ միայն Սփյուռքի պահպանման հարցերում, այլ Հայաստանի, Արցախի իրավական հարցերով զբաղված լինելով հասել են մեծ հաջողությունների։ Մեզ հետ միասին կար մի գերմանացի երիտասարդ, որը ծնվել էր Լիբանանում, հայկական միջավայրում, գնացել էր հայկական դպրոց եւ իրեն համարում էր ամբողջովին հայ։ Մաքուր հայերենով այդ մարդը խոսում էր որպես հայ եւ այդ մարդը ղեկավարում է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչն է։ Այսինքն, գիտեք ինչ, հայկական հարցը հայի վերաբերյալ հայ տեսակի հարցը հուզում է ոչ միայն հայ ժողովրդին, ոչ միայն Սփյուռքին, այլև հուզում է նաև պատմությունը, մարդկության պատմությունը եւ քաղաքակրթությունը հասկացող նաև օտար մարդկանց։ Հիմա գալով ձեր հարցին։ Սփյուռքը ունի իր մեծ դերը, Սփյուռքի այս բոլոր կառույցները, այս բոլոր մարդիկ, ովքեր իրենց տաքուկ տներում կարող էին իրենց կարիերաները ապահովել եւ շատ հանգիստ մոռանալ, թե իրենք ովքեր են, լինել ֆրանսիացի, իսպանացի, շվեդացի, ուրուգվայցի եւ ապրել շատ լավ, նրանք իրենց ամբողջ աշխատանքը նվիրում են Սփյուռքի ամրապնդմանը, հայաճանաչման գործերին եւ Հայաստանի հզորացման գործերին եւ Արցախի վերադարձի եւ հզորացման գործերին։ Եթե նախքան Արցախի հանձնումը իրենք ամեն բան անում էին, որպեսզի Արցախը իրավական որպես միավոր ճանաչվի, այսօր նրանք զբաղված են գերիների վերադարձի, Արցախի վերադարձի, արցախայության իրավունքների իրավական միջազգային պաշտպանության եւ այլ հարցերով։ Հիմա գալով մեր հայաստանցի բնակչությանը։ Սիրելիներս, ես չեմ ուզում ասել, որ մենք, ես Հայաստանի ծնունդ եմ, ես ապրում եմ Սփյուռքում, բայց Սփյուռքահայ ընտանիքում եմ ծնվել, բայց ես հայաստանցի եմ, հա։ Միակ մնացած հայրենիքի, մասնիկի զավակը։ Ես ես կարող եմ ասել, որ մենք չպետք է լինենք ապերախտ մարդիկ։ Իսկապես Հայաստանի ժողովուրդ, Հայաստանում ապրող ժողովուրդ։ Ես ուզում եմ դուք 100% հասկանաք, որ Սփյուռքում ապրող հայերի գերակշռող մասը
ամեն օր ապրում է Հայաստանի կյանքով, Հայաստանի մտահոգությամբ։ Եվ չլինենք ապերախտ ինչու համար։ Երբ որ եղավ երկրաշարժ, երբ որ մենք բլոկադայի մեջ էինք, երբ որ մենք ունեինք պատերազմ, երբ որ մենք ունեինք ծանր նյութական, տնտեսական իրավիճակ, երբ որ պետք էին զինվորներ գալ եւ կռվել Արցախի համար, երբ որ պետք էր վիրավորներին, հաշմանդամներին օգնության հասնել, զոհվածների ընտանիքներին, անտեր անտիրական մնացած մարդկանց, այս ամբողջ 30-ից ավել տարիներին Սփյուռքը ամեն ինչ արել է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Երբեք մի խաբվեք այն ազգը պառակտող մարդկանց խոսքերով, որ փորձում են այդ սեպը մտցնել սփյուռքահայության մեջ։ Եվ ես ասեմ, ինչու է Սփյուռքը օգնում Հայաստանին։ Հասկացեք, Սփյուռքահայը դա ցեղասպանությունից մազապուրծ եղած հայրենիքը կորցրած մարդկանց սերունդներն են։ Հասկացեք, որ Արցախցին եւս կորցրեց հայրենիք եւ ինքը եւս ունի կորցրած հայրենիքի զգացողությունը։ Իմ սիրելի հայրենակիցներ, դուք ինչպես կարող եք թույլ տալ, որ այսօր մեկ անգամ եւս հայը կորցնի իր միակ մնացած հայրենիքը։ Եվ սա ռիտորիկ խոսակցություն չէ, որովհետև մենք գիտենք, որ ներկայիս իշխանությունը արեց ամեն ինչ, որ կորցնենք Արցախը, տալով զոհեր, մատաղ անելով զոհերին, ստեղծելով հազարավոր հաշմանդամներ, հաշմված ընտանիքներ, եւ հիմա դուք կարծում եք, որ այդ 300,000 ադրբեջանցուն չի բերելու, մարդը պարզ ասում է։ Դուք կարծում եք իր խաղաղության տակ չի վերածելու Հայաստանը թուրքական վիլայեթի։ Ես չեմ ուզում դիմել այն մարդկանց, ովքեր որ դա հասկանում են։ Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք մեկ անգամ խաբվել են, երկրորդ անգամ խաբվել են եւ երրորդ անգամ գտնվում են երրորդ անգամ խաբվելու վտանգի տակ։ Իմ սիրելի հայրենակիցներ, կա այսպիսի մի խոսք, դա անգլերենում ասում է այսպես. ինձ խաբեցիր մի անգամ, ամոթ քեզ։ Ինձ խաբեցիր երկրորդ անգամ, ամոթ ինձ։ Իսկ հիմա եթե մենք խաբվենք, թույլ տանք խաբվել երրորդ անգամ, արդեն ամոթ մեզ բոլորիս։ Այո, հասկանալի է, ամեն ինչ շատ պարզ է, իսկ հիմա նայենք Սփյուռքի տեսանկյունից այն ամեն ինչին, ինչ որ դուք ասացիք, որովհետև մենք հիմա հորդորում ենք մեր հայրենակիցներին Երևանում, Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին չխաբվել արդեն երրորդ անգամ, բայց ձեր խոսքում դուք նշեցիք, որ Սփյուռքում բնակվող մարդիկ մեծամասամբ ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքների ժառանգներ են եւ այլն, բայց հիմա Հայաստանից գալիս են կոչեր, խոսքեր, որ դեռ ցիտում են բառացի, պետք է պարզել թե ինչու է եղել ցեղասպանություն եւ այլն նմանատիպ խոսքեր, որոնք որ փաստացի արժեզրկում են Սփյուռքի արածը այս 30 տարիների ընթացքում, որտեղ դուք սկսեցիք երկրաշարժի տարիներից։ Որտեղ կարող է Սփյուռքը գտնել մոտիվացիա, Սփյուռքահայությունը գտնել մոտիվացիա, երբ որ անընդհատ ենթարկվում է քարկոծման եւ ջնջվում է այն ամեն ինչը, ինչ որ ուներ հայը, Հայաստանը, հայաստանցին, Սփյուռքահայը, այն ամեն ինչի համար, ինչի համար որ կռվել է Սփյուռքահայը, հայը, այդ ամեն ինչը ջնջվում է հատ առ հատ։ Շուտով ապրիլի 24-ն է Եղեռնի տարելիցի օրն է լինելու եւ հայտնի չէ թե ինչ է լինելու, որովհետեւ վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենում եւ նմանատիպ բաներ շատ են, պրովոկացիոն բաներ շատ են լինելու։ Որտեղ գտնի Սփյուռքը մոտիվացիա անverջ քարկոծումից հետո։ Նման հարցեր քննարկվել են խորհրդաժողովի ընթացքում կամ կուլիսներում։ Ինչ է պետք անել։ Ռոբերտ, այնտեղ հավաքված եւ ոչ մեկ հայ պատրաստ չէ հրաժարվելու Հայաստանից։ Մեր բոլորի մեջ անկախ ամեն ինչից խոսում է հայի գենը, հայի տեսակը
Եվ մենք բոլոր պայմաններում չենք կարող մեզնից կտրել հայ ժողովրդի ճակատագրի, Հայաստանում գտնվող հայ ժողովրդի ճակատագրից։ Բայց ես ուզում եմ զգուշացնել, սա իմ անձնական խոսքն է։ Ես ուզում եմ զգուշացնել Հայաստանի ժողովրդին մեկ բանի մեջ։ Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը անվանում էր Սփյուռքին կթանկով եւ նարինջ ուտողների այսպես խումբ, մենք նման ցածրակարգ եւ ազգային ինքնությունը մերժող մարդկանց չենք կարող համարել իրական հայեր։ Կան թրքացած հայեր եւ կան հայեր, որոնք ուղակի մոլորված հայեր են։ Հայ մարդը, ես կարծում եմ, որ մինչև հիմա գոյատևել է միայն նրա շնորհիվ, որ իր ԴՆԹ-ի մեջ, իր գեների մեջ այնուամենայնիվ ունի իր արժանապատվության եւ վերապրելու ինչ-որ մի գեն։ Բոլոր խոշոր պետություններ կործանվել են, կայսրություններ կործանվել են, ազգեր անհետացել են, մենք պահպանվել ենք, դա արդեն նշանակում է, որ մենք պահպանման գեն ունենք, եւ այդ գենը սփյուռքահայության մեջ զարթնել է, արցախահայության մեջ զարթնել է կորուստների գնով, ես ուզում եմ, որպեսզի հայաստանցու մեջ չզարթնի կորուստից հետո, եւ կարող եմ մի բան էլ ասել, եւ սա զգուշացում է Հայաստանի ժողովրդին, թող դա լինի իմ կողմից զգուշացում։ Սփյուռքը գոյություն ունի։ Դա չենք կարող ասել, որ սփյուռք չկա, սփյուռքահայություն չկա։ Բայց սփյուռքը, թեկուզ եւ ես ասում եմ, չկա Հայաստան, չի լինի սփյուռք, բայց սփյուռքը հայ գենի կրող, ամուր կրող լինելով հանդերձ, անկախ Հայաստանի լինելուց թե չլինելուց, անելու է ամեն ինչ պահպանվելու, որտեղ մենք ազգ ենք պահպանում, որովհետև ինչպես ասորին իր եկեղեցու շուրջը պահպանել է իր ասորիությունը եւ այսօր Նինվեի շրջակայքում ինքը ստեղծել է փոքրիկ իր գողտրիկ պետությունը, որը դեռ իրավական անուն չունի, մենք երբեք մեր մեջ չենք կարող մերցնել այդ միտքը, այդ հույսը, որ մենք էլի վերադառնալու ենք եւ ունենալու ենք հայրենիք, թեկուզ Արևմտյան Հայաստան։ Ես չգիտեմ ինչ կլինի Թուրքիայի հետ, աշխարհը փոփոխվում է, շատ բաներ են փոփոխվում, բայց ես չեմ ուզենա իմ ամենադժոխային մտքերում մտածել, որ պիտի Հայաստան կործանվի, ու մենք նորից մտածենք մեր նախնիների երկրի Արևմտյան Հայաստանի մասին։ Սրանք երեք զուգահեռաբար գնացող բաներ են։ Հայաստանը պիտի պահպանվի, Արցախը պիտի վերադարձվի, Արևմտյան Հայաստանի վերադարձի եւ պատժելիությունը թուրքական կառավարության կատարած եւ թուրք ժողովրդի այն մասի, որոնք մասնակցել են դրան, այդ պատժելիությունը պիտի հնչի նորից բոլոր ատյաններում, նրանք պիտի ընդունեն ցեղասպանությունը, որովհետև ցեղասպանության փաստը նաև մեր ինքնության մասնիկն է կազմում։ Դրա համար Սփյուռքը չի հրաժարվելու հայ մնալուց։ Կարող է 10% կորցնենք, չգիտեմ 50% կորցնենք ասիմիլյացիայով, կարող են խառը ամուսնություններ լինել, կարող են լինել։ Եվ կան, իմ ընտանիքում էլ կա, բայց դա բոլորովին չի խանգարում իմ ընտանիքին ապրել եւ գիտակցել, որ մենք հայ ենք։ Դրա համար ես ուզում եմ զգուշացնել, որ հայաստանցի իմ հարազատներ, իմ ժողովուրդ, ուշքի եկեք, մի թույլ տվեք ձեզ խաբեն ոչ դրսից, ոչ ներսից, մենք այդ հողը ամեն ինչով պիտի պաշտպանենք եւ դուք իրավունք չունեք լինել կորուսյալ երկրի մարդիկ, կլինի տարածք, բայց չի լինի հայկական պետականություն։ Իսկ Սփյուռքի կողմնորոշումը այն է, սա Հայաստանի քաղաքացիների իրավունքը մենք չենք կարող ոտնահարել։ Այո։ Մենք ուղղակի փորձում ենք բացատրել, որ մեր օրինակով, կորցրած հայրենիքի օրինակներով եւ թարմ օրինակով, 23 թվականի օրինակով մի թույլ տվեք, որ դա ձեզ հետ կատարվի, որովհետեւ դուք մեր մասն եք, մենք ձեր մասն ենք։
Մենք մի մարմին ենք, չենք կարող ձեռքը կտրել ասել սա մեզ պետք չի։ Մենք իրար պետք ենք։ Եվ այսօր, եւ վաղը, եւ Հավիտյանս Հավիտենից մենք պետք ենք իրար։ Մեկս մեկին լրացնողն ենք։ Բայց Սփյուռքը ի վերջո, եթե հանկարծ դուք գնաք այդ կործանարար քայլին, Սփյուռքը գոյություն ունենալու է։ Հայաստանը չի լինելու։ Հայաստանը չի լինելու։ Այս է ամենացավալին։ Ու երբ որ ես տեսնում էի, որ Սփյուռքում գործող այդպիսի հեղինակավոր, այդքան բարձր գիտակցության մարդիկ կան, որոնք ամեն ինչ կարող են անել եւ Հայաստանի եւ Արցախի համար, որոնք լծվել են այդ երկարատև ճանապարհին, անձնական իրենց բոլոր, գիտեք, դժվար է, պետք է հասկանաք, դժվար է լինել ընտանիքի համար, երբ ընտանիքի անդամները ամբողջովին նվիրվում են, լծվում են հայապահպանման գործին։ Հա? Բայց անում ենք դա, անում ենք մեր երեխաների տուժելու հաշվին, մեր կանանց, մեր ամուսինների տուժելու հաշվին, մեր անձնական կյանքի տուժել, բայց անում ենք, որովհետև դա մեր պարտականությունն է, մենք այդպես զգում ենք, մի քիչ զգացեք, էլի դա։ Զգացեք, որ ձեզնից յուրաքանչյուրը, այնպես որ ասվում էր, վարչապետը դու ես, վարչապետը դու ես, հայը դու ես, վարչապետը կգա կգնա, հայը դու ես մնալու։ Նոր կարգախոս է պետք։ Դու այդ երկրի տերն ես իրական, մի թույլ տուր, որ քեզնից խլեն, յան ազգանուն կրող, ինչ-որ մեկը, որը կատարում է թրքի ամբողջությամբ հստակ գծված սցենարը, քեզ խափում ու խափում ու խափում է, քեզ կորցնել է տալիս քո ձեռքով, քո հարկատուների փողով, քո ձեռքով քո երկիրը քեզնից վաճառում է, տալիս է ուրիշին։ Ուշքի եկեք, իմ սիրելի հայեր, դուք իմ մի մասն եք կազմում, հասկացեք։ Եվ Սփյուռքը ամեն ինչով, դուք չկարծեք, որ իշխանափոխությունից հետո դուք խեղճանալու եք, դուք վատ եք ապրելու, ինչ-որ մեկը բերելու էր ձեզ ամիջ, ոչ, եթե իշխանափոխություն լինի, ես հստակ տեսա, Սփյուռքը առավել ուժգին լծվելու է Հայաստանը հզորացնելու հարցում, դա մեր կարգախոսներից եւ մեր վերջնական որոշումների հռչակագրի մեջ գրվող այդ կարմիր գիծն էր։ Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանը վերականգնելու, մենք ամեն ինչ անելու ենք Հայաստան վերադառնալու։ Դուք չկարծեք, որ Սփյուռքում ապրող հայությունը չի ուզում Հայաստանում ապրել, Սփյուռքի հայությունը եւս հասկանում է, որ հնարավոր է, որ սերունդներից հետո ինքը կորցնի իր հայությունը եւ տեսնում է այդ փրկությունը Հայաստանի լինելու մեջ։ Շատերն են ուզում վերադառնալ, շատերն են ուզում ծաղկացնել։ Մենք կարող ենք դրախտ սարքել այդ երկիրը, բայց առաջին հերթին պիտի նախ պահպանենք նրա գոյությունը, պաշտպանենք նրա գոյությունը, նրա սահմանները, դիմակայենք բոլոր հակահայկական այդ չար ուժերին եւ կարողանանք միահամուռ լինել։ Դա է ամբողջ հարցը։ Եվ դուք ասացիք, որ խորհրդաժողովի ընթացքում ելույթ լսվեցին մեր երկու սրբազանների ելույթները եւ չենք մոռանում նաեւ, որ նույն զուգահեռ Սփյուռքի եւ Հայաստանի միջև սեփ խրելու գործընթացին զուգահեռ արվում է գնում է նաեւ այլ գործընթաց հայ ժողովրդի եւ եկեղեցու միջև սեփ խրելու այդ գործընթացը եւս գնում է դրա եկեղեցու վերաբերյալ եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումների վերաբերյալ ինչ խոսք ու խոսակցություն եղավ խորհրդաժողովի ընթացքում թե ոչ եւ ինչ է պետք անել, որովհետեւ փաստացի եւս մի գլոբալ խնդիր է հայկականության պահպանման համար Սփյուռքի դեմ պայքար, գնում է Սփյուռքի դեմ պայքար եւ գնում է արշավ եկեղեցու դեմ։ Այդ երկու դաժան ոտնձգությունների դեմ ինչ է պետք անել, ինչպես է պետք պայքարել եկեղեցու տեսանկյունից։ Նախ սկսեմ դրանից, որ պատմական երևույթների պատճառով, մեր ճակատագրի պատճառով մենք ունենք երկու կաթողիկոս։ Արդեն դա ինքնին ինչ որ աբսուրդի վիճակ է, չէ՞ ստեղծում, բայց դա ելել էր, ստեղծվել էր անհրաժեշտությունից։ Հետո Սփյուռքում հիմա նույնիսկ Հայաստանի, այսպես ասած, անկախությունից հետո նորից ունենք մենք Կիլիկիոթեմի եկեղեցիներ եւ ունենք Հայաստանյաց առաքելական եկեղեցու թեմի
եկեղեցիներ։ Ինձ համար մեծ ցավ է տեսնել, որ երկու եկեղեցիներ ունենք եւ չեք կարողանում դեռ միավորվել։ Քանի Հայաստանը ամբողջականությամբ ազատագրված եւ հաստատուն հիմքեր չունի, այս եկեղեցիները եւս ինչ որ ձևով չեն կարողանում ի վերջո գալ մեկ միավորի, հա։ Արդեն դա ցավալի է որպես պատմական փաստ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ երկու սրբազանները ներկայացնում էին երկու թեմերը, ինչ վերաբերվում է այն նրան, ինչ որ կատարվում է Հայաստանում եկեղեցու դեմ արշավը, ես անգամ դա նշանակում է, որ մենք, ես գիտեք շատ ազնիվ եմ հիմա վարվելու, ինչպես միշտ պարզ եմ խոսելու։ Ես տասնամյակներ շարունակ միշտ տեսնում եմ, որ ինչ որ մի բան թերանում է եկեղեցին։ Մեր հայաստանյան առաքելական եկեղեցին ունի թերացում։ Եվ այդ թերացումների թեկուզ պայմաններում ժողովուրդը գնում է եկեղեցիներ, այսօր էլ ամբողջ Սփյուռքում մարդիկ գնում են եկեղեցիներ, մարդիկ իրենց աղոթքն են անում եւ այսինքն վերադառնում են ավելի ու ավելի մեծ թվերով դեպի եկեղեցին, դեպի Աստծո տունը։ Բայց տասնամյակների ընթացքում ես կարծում եմ, որ եկեղեցու հոգևոր հայրերը ինչ որ մի բան բաց են թողել, որպեսզի ամրացնեն կապը ժողովրդի եւ եկեղեցու միջև, որից եւ օգտվում են եւ այսօրվա իշխանությունները եւ մեր բոլոր թշնամիները, որոնք պառակտման մեծ գործունեություն են ծավալել եւ հենց համենահայաշատ Սփյուռքի գաղթօջախներից մեկը, ասենք Glendale, Pasadena, Burbank, որտեղ այդքան Hollywood հայություն կա, ես այս հարցը բարձրացեցի։ Ես ասեցի, չեմ ուզում հիմա այս խորհրդաժողովին լսել ձեր պատասխանները ժամանակի սուղության պատճառով, բայց այդ աղանդավորական եւ նոր, չգիտեմ, ամեն տեսակի նորանոր անուններ ունեցող եկեղեցիների կամ ինչ-որ հոգևոր աղանդների աճը սունկի պես, դա եւս խոսում է, որ ինչ-որ միտեղ մեր եկեղեցին թերացել է։ Ուրեմն, քանի որ ոչ թե նրանք են հայապահպանման գործ անում, հայի ինքնությունը, այլ նրանք ինչ-որ քրիստոնեության, ինչ-որ մի ճյուղ, բնել Աստված գիտի, չնայած շատերս էլ հասկանում ենք, ովքեր են նման հազարավոր աղանդներ առաջացնում քրիստոնեության մեջ, երբ բոլորը հավատում են մեկ Աստծո եւ մեկ Քրիստոսի, բայց այս աղանդները շարունակվում են։ Նշանակում է ինչ-որ մեկը շատ ակտիվ աշխատում է դրա վրա, բայց այս աղանդներից ոչ մեկը չի պահպանում հայի ինքնության գործը։ Դա միայն անում է հայոց եկեղեցին, Կիլիկիո եւ էջմիածնական թեմերի միջոցով։ Ուրեմն, սիրելիներս, հասկացեք, երբ որ ձեզ սկսում են մանր, գիտեք, դուք չեք զգում, մի օր մեկ մատն են կտրում, մյուս օր մյուս մատը, հետո ձեռքը, հետո կամաց հասնում է գլխին։ Հիմա հասնում է գլխին։ Դրա համար նույնիսկ եթե դուք եկեղեցի գնացող մարդ չեք, նույնիսկ եթե դուք Աստծուն չեք հավատում, աթեիստ եք, դա չի նշանակում, որ դուք չդիտարկեք եկեղեցին որպես հայոց ինքնության պահպանման ինստիտուտներից մեկը եւ կանգնել այդ ինստիտուտի պահպանման գործում։ Եվ Սփյուռքում, Սփյուռքի խորհրդաժողովի ժամանակ մենք հենց դրա մասին էինք խոսում, եկեղեցի դերը ոչ թե աղոթելու, ոչ թե Աստծուն պաշտելու, մենք չէինք խոսում եկեղեցու դերը որպես հոգևոր բավարարության համար, այլ խոսում էինք հենց հայ ազգի ինքնության պահպանման ինստիտուտ որպես պաշտպանման եւ գոյատևման հարցներ քննարկվում։ Այո, դա Աստված, որ ձեր բոլոր կոչերին մեր հայրենակիցները ականջալուր լինեն, հետևություններ անեն եւ ճիշտ ընտրություն անեն իրենց կյանքում եւ մտածեն Հայաստանի պահպանության մասին եւ ոչ թե իհարկե ամեն մեկն ունի իր անձնական շահը, իհարկե, անշուշտ, բայց կան բաներ, որոնք որ ավելի բարձր են, քան անձնական շահը, դա պետական շահն է, պետության շահն է, հայի, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի շահերն են։ Շնորհակալ եմ Տիկին Աչիկյոզյան հրաշալի հարցազրույցի համար։
ես ուղղակի մի փոքր նախադասություն էլ ասեմ, անձնական շահը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ դու ունես պետականություն, պետություն եւ պահպանվում ես որպես տեսակ, որովհետեւ քո անձնական շահը ուրիշը չի գալու բավարարելու, հայը հային է օգտելու, հայը հայի հետ է ապրելու եւ աշխատելու եւ սա միակ մեր ձևն է պահպանման եւ հաջողությունների հասնելու։ Շնորհակալ եմ հրաշալի խոսքերի եւ հրաշալի հարցազրույցի համար։ Հայկական թեմայի վերաբերյալ համահայկական լրատվական ցանցի շրջանակում մենք զրուցում էինք Արևելյան բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Անժելա Աչիկիոզյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։